Շնորհակալություն, տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, գաղտնիք չէ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն, կարուսելի, սենդվիչնոցի եւ ռեալիթի շոուի վերածելու հայրենիք ունենք։ Սա իմիջայլոց, իսկ այժմ անցնեմ բուն հարցին։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։ 1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները լայնորեն չարաշահել է անձնական հարստություն եւ ունեցված կուտակելու համար, այդպիսով դառնալով երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Մասնավորապես ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանը Երևանի փոքր կենտրոնում գտնվող երկու նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ սրանից բացի փոքր կենտրոնում շուրջ 20 բնակարան ունի։ Ըստ այդ նույն օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, Արտֆուդ ընկերության 50%-ը, Արարատ ցեմենտի 30%-ը, մի քանի խաղատներ Հայաստանի տարածքում, Հանգստյան տուն Ղրիմում, որ նա ըստ օդում կախված լուրերի ձեռք է բերել 2007 թվականին $7 միլիոն, Հանգստյան տուն եւ 5 հեկտար հող Ծաղկաձորում, Արտաշատի Սիրուս գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման ծառայության շենքը, Արտաշատ գաստրոնոմի շենքը, Արտաշատ պլազա առևտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքեր, 2500 հեկտար հողատարածքներ Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան համայնքներում, Արարատի մարզի այլ բնակավայրերում եւ այլն։ Ըստ օդում կախված լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Շարունակում են օդում կախված մնալ նաև Հովիկ Աբրահամյանի կողմից ընտրակեղծարարների կազմակերպված խմբեր եւ նրանց կատարած կեղծարարությունները պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, հորդորում եմ Հայաստանի վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին միջև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել հանրությանը, ինչքան ժամանակ է հարկավոր սրա համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան։ Հարգելի գործընկերներ, մի կախված մարդ ուզում է այսօր լավ օրվա մեր տրամադրությունը փչացնի, բայց ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն։ Օդից կախված մնա, թե արձագանքեք։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Եթե հարց օդից կախված կմնա, պարոն Սահակյան, այդ ժամանակը ցույց կտա։ Նախ հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչի հաշվին էր ձեր տրամադրությունը, տենց լավ։ Այսօր քոչի դուքա, պարոն վարչապետ, եթե ուզում եք, ես ձեզ հետ կարամ քոյով խոսամ, դույով խոսամ։ Դու ամեն ինչ խոսում եք։ Դուքով, եթե ես եք անցնեմ դույի ու քոյով։ Դուք ուրեմն երբ որ հայտարարագրի մասին եք խոսում, դուք նույնիսկ ձեր հայտարարագրածն եք երգում, որովհետև ես հայտարարել եմ, որ դուք 2006 թվականի հայտարարագրով հայտարարել եք, որ գյուղմթերքների իրացումից $1,200,000 եկամուտ եք ստացել, բայց դուք 2010 ուրեմն ռևոլյուցիա հաղորդաշարին հյուրընկալվելու ընթացքում, որը տեղի ունեցել 2014 թվականի մայիսին, դուք հերքել եք, որ դուք այդպիսի հայտարարագիր չեք ներկայացրել եւ $1,200,000 հայտարարագիր գյուղմթերքների վաճառքից չեք ներկայացրել։ Հիմա կարող եմ ասել, որ ինձ ձեռքի տակ է այդ հայտարարագիրը, որտեղ ձեր ձեռագրով գրած է եւ ձեր ստորագրությունն էլ դրված է, եւ որ ասում եք, փաստորեն դուք նույնիսկ ձեր հայտարարագրածից եք հրաժարվում։
Իսկ ինչ վերաբերվում է կախվածներին, ձեզ խորհուրդ եմ տալիս չկախվել ընդհանրապես եւ պիտակավորումներ ձեզ թույլ չտալ։ Շնորհակալություն։ Ես ձեր խոսքերը կրկնեցի, դուք ասում եք կախված լուրերից, կախված խոսակցություններից, եւ դրա համար ուզում եմ, որ մենք բոլորս իջնենք, հողի վրա խոսենք։ Կոնկրետ ես ինչ որ ստորագրել եմ, ինչ որ հայտարարում եմ, թաքցնի որևէ բան չունեմ։ Բայց եթե դուք ուզում եք նման չստուգված լուրերը հայտարարել, ինչ որ դա ձեր հեղինակությունը պետք է բարձրացնի, իմ կարծիքով դուք սխալվում եք, եւ ճիշտ կլինի, որ ընդհանրապես մենք բոլորս զբաղվենք մի գործով, որը մեր երկիրը կզարգացնի եւ կտանի առաջ։ Հիմա դուք զբաղվել եք հետաքննություն եք անցկացրել եւ ամբողջորգոր հայտարարություններ եք անում չստուգված եւ դա որքանով է կոռեկտ, որքանով է ճիշտ, որքանով է բարոյական, թող հանրությունը, հասարակությունը որոշի։ Ուղղակի ես նորից ուզում եմ կրկնեմ, պարոն Փաշինյան, հատուկ ձեզ համար եւս մեկ անգամ, ինչ որ ես ունեմ, հայտարարագրել եմ եւ ընդհանրապես ես որևէ մեկ կոռուպցիոն, սկանդալի, որևէ պետական դիրքերը չարաշահելու միջոցով որևէ հարցում չեմ դիզել։ Իգիտություն հատուկ ձեզ համար։ Իսկ ինչ վերաբերում է հողից բերք ստանալուն, այո, շատ մարդիկ ոչ թե 1 միլիոն, այլ 11 միլիոն դոլարներ են վաստակում։ Ուղղակի այն մարդիկ են դա գիտակցում, ովքեր հողի վրա են ծնվել, հողի հետ գործ ունեցել եւ կարողացել են հողին մշակել եւ շահույթ ստանալ։ Եթե դուք ցանկություն ունեք, որ այդ գործով զբաղվեք, ես պատրաստ եմ ձեզ աջակցեմ եւ դա լավ հնարավորություն է եւ հիմա գիտեք, որ ռուսական շուկան բացվել է, Թուրքիայի ճանապարհները փակվել է, լավ հնարավորություն է մեր բերքը, մեր պտուղը արտանել Ռուսաստանի դաշտություն։ Շնորհակալ եմ։